Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 16-ի համար։ Տեսնենք, թե այդ օրը մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, բայց ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում, ինչ եք խմում, հետևեք ձեր առողջությանը, նաև հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք, և այստեղ լուսավոր մի բան է տեղի ունենալու, հաջողություն, այստեղ բանալին ձեր ձեռքում է, ամեն մի հնարավորություն է, ձեր ձեռքում կկարողանաք հանգիստ անել։ Ինչ-որ մի լավ բան է տեղի ունենալու, որ նոր հնարավորություններ է դա ձեզ համար ստեղծելու։ Օրվա վերջ այստեղ ինչ-որ մի բան է փուչիկի նման պայթում, նաև դա կարող է լինել, որ մարդիկ փորձեն ձեզ մոլորեցնել, այդպես եւ կվիճեք։ Կզգաք դա, կամ այդ լուրը լսելուց հետո եք վիճում, կամ կզգաք այդ, որ ձեզ փորձում են մոլորեցնել եւ դա ձեզ կնյարդայնացնի, էլի կվիճեք իրենց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 16-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, գուցե ինչ-որ կարևոր պատասխան է, որը ինչ սպասում եք, նաև օրվա ընթացքում կամ ժամ եք պայմանավորվել, կամ կպայմանավորվեք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, և այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, դա կարող է լինել պետական աշխատող, դա կարող է լինել բժշկական կենտրոնի աշխատող, նաև մեկ այլ հաստատության, այդտեղ ուսումնական հաստատության եւ այլն։ Իր հետ հանդիպումը կամ իր հետ եք վիճում, կամ իրենից հետո, կամ հենց ինքն է այստեղ վիճում եք իր հետ։ Եվ հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան տատանվում եք, ինչ-որ ընտրության առջև եք կանգնած, նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք կամ հաջողությամբ կավարտեք որևիցե գործընթաց, որևիցե պրոցես, բայց ուշադիր եղեք նաև որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Տան մեջ գումար է մտնելու, կամ գումարը կծախսեք տան հետ կապված հարցերում, կամ առիթ է, կամ տանը որից մեկը սկսում է աշխատել, գումար է բերում տուն, կամ տուն եք վաճառել, գումարն եք ստանում, նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 16-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև օրվա ընթացքում կարող եք որևէ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, օրվա ընթացքում նաև եւս հանդիպում շփում ոչ թե տղամարդու հետ, բայց այս տղամարդը կարծես թե որ ասում է թոզ է փչում ձեր աչքերին, փորձում է ձեզ մոլորեցնել, շատ ուշադիր եղեք, կամ այս մարդը ձեզ ոչ այնպես փուչիկի նման պայթեցող ինչ-որ նորություն կասի, կամ նաև իր մասին կարող եք որևէ մի բան լսել, այստեղ նորություն նաև կա, հնարավոր է նաև իր հետ է կապված այդ նորությունը։ Եվ ոչ է նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթեր կստանաք, փաստաթղթեր կստորագրեք, եւս էլի եմ զգուշացնում, շատ զգուշ եղեք, որովհետև խաբեություն կարող է լինել, շատ զգուշ եղեք։ Երկար սպասված տեղեկատվություն կստանաք, փաթեթ, փաստաթուղթ, երեկոյան մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 16-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հաջողություն ունեք, հաջողություն բոլոր ոլորտներում, նոր դռներ է բացվում, նոր հնարավորություն կամ հաջողությամբ ոչ մի գործ կավարտեք, այստեղ նաև աշխատանքն է, միգուցե աշխատանքն եք հաջողությամբ ավարտում, միգուցե աշխատանքի եք ընդունվում հաջողությամբ, նաև ոմանք կարող են տանել ռեզյումեները բաժանել, ոմանք նաև շատ աշխատանք ունենան, պետական աշխատողի հետ հանդիպեք, այստեղ պետական հիմնարկությունում գործեր ունեք և այնտեղ օձեր կան, իրենց վերաբերմունքը կարող է այդքան էլ լավ չլինի ձեր նկատմամբ, այդպես ինչ-որ պահեր են այստեղ, որ պետք է ուշադիր լինեք։ Կարող չեն անում, այստեղ կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, ուզում եք մտնեք, չեն թողնում եւ այլն, լիքը բան կարող է լինել։ Նաեւ այստեղ լուսավոր մի բան է տեղի ունենում ձեզ հետ, ոչ է մի գործեր են առաջ գնում, առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ոչ է ոլորտ է, ինչ ոլորտ, որ այդպես վատ վիճակում էր։ Նաեւ մտքերի մեջ կլինեք, կմտածեք այդ ամենի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։
Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, օձերով եք շրջապատված, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, կարող է նոր ծանոթություն է, մի պատմեք ոչ ոքին, ում հետ որ կծանոթանաք, նաև օգնում է ձեզ ինչ-որ մի հարցում։ Այդ օրը երկար սպասված տեղեկատվություն կստանաք, փաթեթ, փաստաթուղթ, սեղանի շուրջ եք նստելու, նաև երեկոյան հանդիպելու եք ոչ թե կնոջ հետ, տարիքով կին է, չնայած կապ չունի դա, լավ կին է, այսինքն այդպես կարելի ավելի շատ ձևակերպել եւ հանդիպում նաեւ շփում կունենաք որևիցե տարեց տղամարդու հետ, կարող ձեր ծնողների հետ հանդիպեք կամ նաեւ մեկը լինի մասնագետ, մյուսը լինի ծնող։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին հուլիսի 16-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, կարող փաստաթղթերի հետ կապված աշխատանքներ տանել, փաստաթուղթ ստանալ եւ հանդիպում շփում կունենաք ոչ թե մասնագետի հետ, միգուցե ինչ-որ բանակ ստորագրում նաեւ այնտեղ։ Հանկարծակի լուր կլսեք, օրվա ընթացքում կարող եք հուզվել, կարող եք նաեւ արտասվել։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք կամ ծանոթություն ոչ թե երիտասարդ տղայի հետ, ում նաև միգուցե նա օգնի ձեզ։ Եվ երեկոյան ինչ-որ մի բան է փակ, չի ստացվում անել, ինչ-որ չափով նաև ձեզանից է կախված, կկարողանաք այն անել, թե ոչ, ինչ-որ բան չի պատճառը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 16-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որը ձեզ շատ կուրախացնի, տրամադրությունը կբարձրացնի, նաև ամուսնության առաջարկ կստանաք, սիրո խոստովանություն, հրավերք հարսանիքի, նշանադրության, նաև դա կարող է լինել պայմանագիր, որը կկնքեք այդ օրը, կամ միշտ նույն գործն եք անում։ Գուցե այդ ինչ-որ բան է, այստեղ ընտանիքի անդամների մասին կարող է, ոչ է մի նորություն է, ոչ է մի բան է, որը եւս ձեզ համար լուսավոր մի կետ է։ Օրվա ընթացքում բավականին էմոցիոնալ կլինեք, սեղանի շուրջ եք նստելու եւ էլի հաջողություններ ունեք տարբեր ոլորտներում։ Այստեղ ինչ անեք հաջողությամբ կավարտեք ձեր գործերը ամեն ինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը տան հետ կապված ոչ է հարցեր ունեք։ Հնարավոր է տեղափոխություն է, առիթ է, ծնունդ է, կամ մեկ այլ հարց է։ Այստեղ տուն եք գնում, վաճառում եւ այլն, ու բորկա եք անում, վերանորոգում։ Նաև այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ինչ որ հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, ժառանգության հետ կապված հարցեր, բավականին այդ հարցերի հետ կապված էմոցիոնալ եք։ Եվ այստեղ կարող է ձեզ թվալ, որ ձեզ մոլորեցնում են, ձեզ այդպես խաբում են, նաև դա կարող է լինել ինչ-որ մի բան է պայթում, ինչ-որ մի բան եք լսում այդ դրա վերաբերյալ եւ սկսում եք տատանվել օրվա ընթացքում։
Տատան մի փոքր զգուշ եղեք, որովհետև նաև դա կարող է շատ վատ անդրադառնալ առողջության համար։ Եթե ունեք միգրեն եւ այլն գլխացավեր եք ունենում միշտ, ապա այստեղ կարող է եւս դա սկսի, հա, ոնց որ մտածմունքներից կարող է դա սկսել։ Օրվա մեջ նաև լուսավորվողության մի բան ունեք, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, բայց նաև ինչ-որ մի բան էլ փակ է։ Այստեղ հիվանդանոցի հետ է կապված, բժշկի հետ է կապված, գուցե հիվանդին տանել մեկ այլ երկիր կամ մեկ այլ քաղաք, դրա հետ է կապված։ Ինչ-որ մի բան է, որ փակ է, չի ստացվում անել։ Նաև որևիցե մի բան էլ ձեզ մոտ կուշանա, այնքան շատ են ձեզ մոտ իրադարձությունները, ինչ-որ մի բան էլ ձեզ մոտ կուշանա մոտավորապես 2.5 ամսից մինչև 3 ամիս։ Այսքանը ձեզ համար, մա կարող է այս քանից ընդամենը 1-2-ը լինի ամեն մեկի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 16-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հուզվում եք, որովհետև խոչընդոտներ կան, հա, կամ հուզվում եք դրանից առաջ համ խոչընդոտներից, կն չեք կարողանում ճիշտ խոսել, չեք կարողանում ճիշտ բացատրել, հատկապես եթե քննության եք ավելի վատ։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, յուրաքանչյուր բան հաջողությամբ կավարտեք, բայց ունեք երկերեսանի մարդիկ նաև ձեր շրջապատում, հաջողությունների մասին քիչ կիսվեք, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, ոմանց համար ինտիմ հարաբերությունները կամ հենց քննարկում են ձեր ինտիմ հարաբերությունները։ Երկար սպասված տեղեկատվություն կստանաք, նորություն է, փաստաթուղթ, տեղեկա ինչ-որ նամակագրական կապ ոչ է մեկի հետ, մեկը հենց այդ օրը, մյուսը սպասում եք դրան, որ ստանայք։ Ինչ-որ մի բանի եք սպասում, իսկ մյուսն էլ հենց այդ օրը կստանաք։ Եվ այստեղ տատանվում է առողջության հետ կապված։ Դա կարող է լինել, գնամ բժշկի արդյոք թե ոչ, հանձնեմ անալիզներ թե ոչ, եւ այլն յուրաքանչյուր բան առողջության հետ կապված։ Կամ միգուցե ուզում եք հանգստանալ եւ մտածում եք դիմեք արդյոք հիմա դիմեք հանգստի համար գնալու թե մեկ այլ օր, մեկ այլ ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 16-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կունենաք որևիցե կնոջ հետ։ Ինքը ինչ մասնագետ է եւ յուրաքանչյուր մասնագետ կարող է լինել։ Բայց ինչ որ մի բան փակ է այդ օրը առաջ չի գնում, օծերի պատճառով է դա, որ առաջ չի գնում եւ դա կարող է կապված է նաեւ աշխատանքի հետ։ Այդ օրը ոչ հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել, գումար կստանաք կամ գումար կծախսեք ոմանք եւ որևիցե ոլորտ ձեզ մոտ առաջ է գնալու, առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, այն ինչ որ կանգնել էր, ոնց որ այդ ոլորտը ի վերջո առաջ կգնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 16-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան խոչընդոտներ կան։ Նաև բավական այդ խոչընդոտներից կարող է լինել, բավական էմոցիոնալ կլինեք։ Օրվա ընթացքում կստանաք երկար սպասված նամակ, փաստաթուղթ, տեղեկատվություն, գուցե փաթեթ է նաև։ Հաջողություն ունեք նաև յուրաքանչյուր գործում, բայց արդեն երեկոյան ժամին։ Հանդիպում շփում կունենաք ոչ թե մասնագետի հետ, միգուցե ինչ-որ փաստաթուղթ եք լրացնում, ստորագրում, գուցե մինչև հանդիպելը նամակագրական կապի մեջ եք լինում տվյալ մարդու հետ։ Նաև փաստաթղթեր են այստեղ կամ ստանում եք, կամ դուք եք ուղարկում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։